Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր աշխատանքը տաղավարից եւ այսօր հյուրս աստվածաբան, հայագետ, հեքիաթ ասած Հայաստանի Շնորհապետական Կուսակցության 7-րդ անդամ Հայկ Կիրակոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան։ Բարև ձեզ, Սանա ջան, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ, որ հյուրընկալվել եք։ Այսօր ձեզ հետ մի քանի թեմաների մասին եմ ուզում խոսել եւ մեր թեման ուզում եմ սկսել կրթությունից։ Հայաստանում վերջերս տարածվել է մի այսպիսի շարժում, որի անունը կրթվելը նորաձև է։ Նախ ուզում եմ հարցնել, կրթվելը նորաձևության տենդենց է, թե պարտադիր ինչ-որ բան է, որ այդպիսի անուն է նախ կրում։ Դեք ես տեսել եմ շատ տարօրինակ բաներ եւ վստահաբար շատերս եւ կարելի է ասել, որ որոշ մարդկանց համար ջուր խմելն էլ է նորաձև։ Բայց ինձ համար կրթվելը ջուր խմելու նման է եւ ոչ թե նորաձև է, այլ անհրաժեշտություն է, պահանջ է։ Երբևէ չի եղել, որ ասեն ինչ-որ բան նորաձև է եւ դրա արդյունքում մարդիկ գնան դրա հետևից։ Նորաձևությունը ի դեպ շատ նուրբ ուժ է, ու ինքը այլ եղանակներով է աշխատում։ Եթե կրթվել է նորաձև է հասելով, շարժման նախաձեռնողները նկատի ունեին, որ մարդիկ պետք է գիրք կարդան, ի դեպ կան լավ գրքեր, վատ գրքեր, օգտակար, վնասակար գրքեր, կամ այցելեն տարբեր շրջաններում մարդկանց պրոպագանդեն, որ կրթվելը նորաձև է, այդպես մենք դժվար համաշխարհային ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի օլիմպիադաներում հաղթենք, ծնենք նոր Վիկտոր Համբարձումյաններ, նոր գիտության եւ մշակույթի խոշոր գործիչներ, որովհետեւ դա տքնաջան նվիրված աշխատանքի արդյունք է։ Ինձ համար կրթվելը պարտադիր է, եթե ուզում ես լինել ուժեղ, հարուստ, առողջ, բանիմաց, անհատ եւ նաեւ լինես համապատասխանաբար նման ազգ։ Մեզ համար, օրինակ մենք ունենք շատ խոշոր կրթական ոլորտի ներկայացուցիչ, անցյալ դարի Ստեփանոս Պալասանյան, ով ասում է, որ այն ազգով կրթությանն ու գիտությանը տեղ կտա, այդ ազգն էլ լինելու է առաջատարը բոլոր ազգերի մեջ, անկախ իր չափից ու քանակից։ Մեր օրերում մենք տարբեր ժողովուրդների ու ազգերի օրինակով դա տեսնում ենք արդեն, որ մի փոքր պետությունը կարողանում է մատ թափ տալ շատ չափերով մեծ հնագույն պետությունների վրա։ Օրինակ տեսնում ենք Իսրայելի պատմությունը։ Իսրայելը ամենտեղ կարծես լինի, ամենտեղ ներգրավված է եւ որևէ մեկը թող չթերագնահատի Իսրայելի կրթական համակարգը, ով որ թերագնահատի կարող է ուսումնասիրել այնքանով, որքանով բաց է ուսումնասիրության համար։ Մենք ունեցել ենք խոշորագույն կրթական ավանդույթներ, բայց անկախության շրջանում, թե խորհրդային միության շրջանում մեզ երբ որ ասենք մանկավարժ կրթական մեթոդիկա, հեգնանքով ասում էին Տեր Թոդիկի մեթոդը, առանց հասկանալու ի դեպ ով է եղել Տեր Թոդիկը եւ իրական ինչ մեթոդներ էր տիրապետում, այն ժամանակ դպրոցները կային այդպես տղաների դպրոց եւ աղջիկների եւ ուժային կրթությունը առ այսօր էլ ֆիզիկական պատրաստության մեջ իր տեղն ունի, իսկ Աղայանն ասում է, որ տղաների կրթությունը պիտի ուղեկցվի անգամ սովորական առարկաների կրթությունը որոշակի ֆիզիկական բաղադրիչով եւս, ասենք եթե անցնում են տորքանգերի առասպելը, ապա դա պիտի ուղեկցվի ուժային խաղերով։ Եվ այդ կրթական ավանդույթները մենք փաստորեն կարծես անտեսեցինք նմանատիպ մի եզրել ծակ պրոֆեսոր արտահայտություններ, թույնի պես մտնում էր ամեն տուն, մայրը, տատիկը, հորաքույրը, հայրը, կերին կարող են ինչ-որ հետաքրքիր միտք ասող երեխային, որ նոր է ճանաչում շատ բաներ, ասեն ծակ պրոֆեսորի պես մի խոսա, եւ այսպես կամ հիշում եք հումորային հաղորդումների 90-ականների, երբ որ գիտնական մարդը մեր բակը շատ սիրելի ֆիլմաշարի մեջ եւ այլն, ուրեմն հեգնանքի ծաղրանքի էր ներկայացվում, էլ չասեմ ակնոցներ գրող մարդիկ, օպտիկական եւ այսպես շարունակ։ Այսինքն մենտալիտետի մեջ մտնում էր արատավոր մի բան, որը պետքա հանել վիրահատական կամ բժշկական միջամտության միջոցով, այսպես ասած, հոգեբանական աշխատանքով, սոցիալական ու չասել աչուձախ կրթվելը նորաձև է։ Մի ընկերություն ժամանակին ասում էր կարդալն է նորաձև կամ գրում էր միայն ուխտը չի կարդում եւ այլն։ Ինձ համար դա ընդհանրապես կարդացող ու կրթվող մարդու
թեմայից դուրս է։ Հրաշալի մեթոդներ կա՝ ֆինական, ճապոնական կրթության օրինակը, հնդկական, անգլիական եւ ի վերջո հայկական։ Թող ուսումնասիրեն, թող մրցակցային կրթություն սահմանեն, որ այն ուսուցիչում աշակերտը հաղթում է օլիմպիադաներում, միջազգային արծաթ ոսկի մեդալ է բերում, այդ ուսուցիչը ստանում է հենց բերած ժամանակ մեծ պարգևավճար։ Կտեսնեք ինչպես իսկական ուսուցիչները ջրի երես դուրս կգան։ Տեսեք, կրթվելու քարոզանելու հետ զուգահեռ Աննա Հակոբյանը օրինակ Facebook-յան գրառումներով հանդես է եկել բավականին այսպես գրեհիկ արտահայտություններով, ես մեջ բերեմ օրինակ ոչիլ, տխմար, կեղծի, այս բառամթերքը օգնելու է կրթվելուն, թե ավելի է դրթելու, որ մարդիկ չկրթվեն։ Ինչ է սա նշանակում եւ ինչու է այդպիսի բառամթերքով հանդես գալիս կրթվելու քարոզանելուն զուգահեռ։ Տեսեք, եթե որևէ մարդ որոշի կրթվել, օրինակ, պարոն Փաշինյանի հեղինակած գրքով երկրի հակառակ կողմը, ապա անհամեմատ ավելի վատ բառամթերքով կարող է զինվել եւ դա դարձնել իր խոսույթը։ Այսինքն սա չարյաց փոքրագույնն է։ Չէ, սա ճիշտ այն օրինակն է, որ ասեցին հայաց ինչով ենք կրթվում եւ ինչից ենք սնվում։ Այդտեղ հարց է առաջանում, ինչ գրքեր են կարդում մարդիկ, որ պետական ամենաբարձր հարթակներից օգտագործում են նման բառամթերք։ Դա անգամ կրթության հարց չէ։ Դա միաստիճան մինչև կրթությունը կամ մի հասկացություն, որ կոչվում է բարևարկություն, էթիկա։ Այսինքն տարական բաներ, որ մինչև գիրք բացելը, մինչև ժամանակակից AI հնարավորությունները օրինակ ուսումնասիրելը, տանը պիտի սովորեցնեն։ Օրինակ ուտելով ուղիղ եթերում չխոսելու, բերանից մսի մնացորդները չթռնելու, կներեք, որ այսպես տգեղ օրինակ եմ բերում, այս բոլոր ատրիբուտները, որտեղ երբ որ մարդը դառնում է հանրային գործիչ, հասարակական գործիչ, առավել եւս պետության առաջին դենք, նա արդեն իր երեխաներին չի միայն ցույց տալիս լավ կամ վատ օրինակ, նա ներկայացնում է մի ամբողջ ազգ, էլ չասեմ, երբ այդ ազգը հավակնում է եւ այդպես էլ կա լինել հնագույններից մեկը իր հերոսական անցյալով պատմությամբ, արժանավոր մի ազգ, ներկայացնում է ամբողջ աշխարհին։ Ի ցույց դնելով այդ ազգի անդառնալի անկումը, որը փառք Աստծո այդպես չէ, այսինքն մենք անդառնալի կետում չենք, եւ կամ ցույց է տալիս վերելքը։ Եվ սրանք մեսիջներ են, ուերսներ են, որոնք որ գնում են այս տարբերակով։ Հարիր չէ, իհարկե, կիրթ մարդը, հա, կարող է պատմության մեջ տեսնենք խոշոր գիտնականի կամ կիրթ մարդու, ով ունի ինչ որ գրեհիկ արտահայտություն կամ լուսանկար, այդպիսի, օրինակ Սալվադոր Դալին համարվում էր նաև իր ժամանակի ամենախայտառակ մարդկանցից մեկը, բայց նաև էրուդիցիա ուներ, անհրաժեշտ ինտելեկտ եւ խոշոր գործիչ էր, տաղանդավոր, բայց դա պիտի գոնե կոմպենսացվի քո արածով, ստեղծածով, քո ինչ որ մի նշանակալի, չենք ասում եթե նշանակալի ես, անպայման պիտի հետել անշնորհք լինես, բայց այս պարագայում ավելի տեղին է ժողովրդական խոսք, որ ասում են դատարկ տեղից շատ զնգոց է գալիս։ Դուք ձեր խոսքում անդրադարձաք, որ մենք հնագույն ազգերից մեկն ենք եւ հնարավոր չի լինի մեզ հասնել վերջնակետին, բայց այսօր մենք ականատես ենք լինում նրան, որ մեր պատմությունը փորձում են մոռացության տալ, օրինակ օկուպացված Արցախում էլ եկեղեցիներն են վերացնում, այդ պատմամշակութային ժառանգությանը ականատես ենք լինում, որ այո, վերացնում են։ Սա ինչի հետ է կապված, կրթության թերի լինելուց, թե առհասարակ բացակայությունից է, ինչով է այս ամենը պայմանավորված։ Գլոբալ առումով, այո, որքան էլ պատտվենք, առաջնային պատճառը կրթությունն է, որտեղ կիրթ հայ մարդը 10 անգամ գերազանցում է կիրթ բազմաթիվ այլ ազգերի ու ժողովուրդների, որտեղ մենք բնատուր հնարամտություն եւ կենսունակություն ունենք։ Ռուսերեն ասում են ժիվուչեստ։ Այսինքն որևէ այլ ազգի ժողովրդի դնեն նույն կենսապայմաններում բնապատմական իրավիճակում դժվար իրենք հասնեին 21-րդ դար։ Ինչ վերաբերվում է այդ արհավիրքները, որ տեղի են ունենում, ինչի արդյունքում են, դե դա նշեցինք կրթության արդյունքում են, բայց անդառնալի կետի չենք հասնում եւ փորձեն ջնջել մեր պատմությունը, մեր խորհրդանիշները, դա քարով, փոքր քարկտիկի քարերով, այսպես
ժայռը ճեղքելու փորձեր են։ Մի մոռացեք, որ խորհրդային միության ժամանակ ահռելի ռեսուրս եւ խոշոր կառույցներ ջանք էին գործադրում հայերեն աստիճանաբար հանելու ռուսերեն տեքստեր դպրոցում եթերը ֆիլմերը մենք նայում էինք մուլտֆիլմերը ես դեռ հիշում եմ որ ամբողջը ռուսերենով էր եւ անգամ փորձարվեց էպոսի տարիքը մեր ինքնության ծննդյան վկայականի տարիքը հասցնել մինչեւ արաբական արշավանքներ ու չստացվեց եւ այդ ժամանակ եւ այսօր լրջագույն ուսումնասիրողներ կան ովքեր հայոց ցուցազնավը տեղափոխում են նախաքրիստոնեություն նախայթանոսական շրջան մինչեւ անգամ ու հիմնավոր այսինքն համարենք մի չար երազ որից շատ արագ արտանալու ենք ու շատ արագ էլ մոռանանք այս չար երազը, բայց որպեսզի արթնանանք, պետք է գիտակցենք, որ քնած ենք։ Խիստ կարևոր է այդ գիտակցումը։ Տեսեք, 80-ականների մեր պատմությունը ժողովրդի արարքը կարելի է բնութագրվել որպես ազատագրման, ուրեմն ինքնություն, հա, այսպես ասենք, ազատագրման ինքնության հաստատում։ 90-ականների շրջանը որպես դիմանալու դիմացկունության փորձառության դիմացող ինքնության հաստատում այդ հատվածը բաց թողնենք 2018-ին գանք այդ ժամանակ հաստատվեց մեր ժողովրդի մեր ազգի փոփոխելու կարողության փոփոխելու ինքնությունը այսինքն այո կարողացավ հայ մարդը մերժել մի անցանկալի բան, ակնկալելով, որ մտնում է նոր ու լուսավոր դարաշրջան, լավ փուլ, շրջափուլ, բայց չստացվեց։ Հիմա մենք արդեն արձանագրել ենք, որ այս 3-ը ունենք եւ կարողանում ենք։ Սրանք հրաշալի 3 ձեռքբերումներ են, մարդիկ կան, այսինքն ժողովուրդներ ազգեր հազարամյակներով է լինում այս փորձառությունը։ Մեր մոտ ընդհանրապես մի քանի տասնամյակում մենք դա ունենք։ Հաջորդը պիտի լինի եղածին, ձեռքբերածին տեր կանգնելու ինքնությունը։ Տեսեք, 18-ի իշխանապողությանը, որի անունը հեղափոխություն դրեցին, տեր չկանգնեցինք եւ ահա ունենք այն ինչ ունենք, Արցախյան հերոսամարտի արդյունքներին տեր չկանգնեցինք եւ ահա ունենք կամ չունենք այն ինչ չունենք։ Այսինքն ի նկատի ունեք, եթե հեղափոխությանը ձեր խոսքով տեր կանգնեին մարդիկ, ապա չէր լինի հիմա այն ինչ կա։ Իհարկե։ Ինչպես պետք է տեր կանգնեին։ Իսկ ինչպես մենք մերժեցինք նախորդ իշխանություններին։ Պետք է մերժեին այդ օրվա իշխանություններին այս։ Տեր կանգնելու համար։ Ոչ, պետք է պահանջատեր լինել։ Մենք այսպեսի խոսք ունենք, ասում ենք դե լավ է, նորմալ է, սա էլ վատ չի։ Երբ որ տեսեք Հայաստանը կրկին աստիճանաբար վերածվեց Հայաստանի բյուրոկրատական հանրապետության, որ քաղաքապետարանը իմիջիալոց թող հաշվենք, տեսնեն քաղաքապետը մենակ որքան է նվազացրել ԿՊ-ի ձայները, այսինքն այնքան մարդ է, ոնց են ասում, տատիկները յախաթափ տալիս քաղաքապետարանից ու քաղաքապետից, որ այդքան ընտրող Երևան քաղաքում ամենամեծ ընտրական հատվածում մեր երկրի կտրուկ նվազել է։ Այսինքն ձայները հոշիացրել է եւ դեռ շարունակելու։ Ես դեռ միայն քաղաքապետի մասով եմ ասում։ Այլով կա այդ ցանկում։ Ինձ մոտ առողջապահության նախարարությունը, որ հրապարակում է, ասում է գնացեք անվճար է, երեխայի ձեռքը բռնած մայրը գնում է այստեղ, ասենք կներեք, բայց դա մեր մոտ անվճար չէ։ Տասնյակ օղակներ, նույնը որ տաքսու վարորդները հարկ են վճարում, ստվեր է, գիտեք, պետական ստվեր եւ իրենց կենսաթոշակ չի հաշվվում։ Հարկը վճարում են պետությանը, միջնորդավորվածի հարկ են կազմակերպությունների հանդեքս եւ այլ հավելվածներ, բայց իրենց ոչ վարկառու են դարձնում, վարկունակ են դարձնում, ոչ էլ որ այդ մարդիկ թոշակի անցնեն, որևէ թեկուզ չնչին թոշակի ակնկալիք կարող են ունենալ։ Բայց ամիսը միջինում 300-ից 450 հազար դրամ աշխատող եւ հարկ վճարող 100 հազարավոր մեր հայրենակիցներ են։ Հիմա վերադառնանք հարցին, թե ինչ պետք է անեին, որպեսզի այո, ինչպես պիտի տեր կանգնեն։ Մենք հիմա էլ ցավոք շատերը կարծում են, որ իրանք ձայն են։ Այս ընտրություններին ընդառաջ կարծում են, որ իրանք ձայն են, որը կարելի է գնել, վաճառել կամ փոշիացնել։ Իմ սիրելի հայրենակիցներ, դուք ձայն չեք, դուք տեր եք։ Այ գնալ ընտրության
սեփական կամքն արտահայտել կապ չունի թե դա ինչ կամքն է, բայց սեփական կամք արտահայտել նշանակում է տեր լինել, բայց տեր լինել ոչ միայն այդ օրը, այլև հետո ինչ անելուն շատ ստույգ պատասխանում։ Երբ որ մտնում ես քաղաքապետարան, պետական կառույց, կադաստր կլինի, սոցիալ նախարարություն, որևէ տեղ եւ տեսնում ես, որ քեզ տանում բերում են, այս դարաշրջանում մարդիկ վախենում են միայն իրենց անվան համար։ Հեռախոսները միացրեք, մջջային հեռախոսը, մի ընկերոջ հետ գնացեք, մի բարեկամի, թող նկարի այդ process-ը, ինչպես են ձեզ սպասարկում։ Մի անգամ ես ընդհանրապես մի քանի տարի առաջ այս իշխանությունների օրոք զանգում էի քաղաքապետարան, հայրիկիս արվեստանոցում ջուր էր լցվում շենքի, այնտեղ կար իր ստեղծագործությունները, կտավներ, կերամիկական աշխատանքներ, չէին պատասխանում, անպատասխան օղակը։ Մեկ այլ հեռախոսով նկարել եմ, որ ես 52 րոպե զանգում եմ քաղաքապետարանի այդ կարևոր օղակին եւ որևէ արձագանք չկա եւ դա հրապարակեցի։ Ընդհանրապես րոպեներ անց ինձ հետ կապնվեցին հնարավոր բոլոր օղակներից, որովհետեւ այդ հարցը հանրայնացվեց։ Պետքա ցույց տալ իրական դեմքը եւ տեր կանգնել ամեն առումով, տեր կանգնելը եւ պահանջելը։ Տերը գիտեք չէ, նաեւ մեր հնագույն Տիր Աստծո անվան հետ կապ ունի եւ քրիստոնեության մեջ էլ մենք տեր ենք օգտագործում եւ պարոն բառը, որ մտցրել են եվրոպաներից, իրականում եկեղեցական խոսքի մեջ կա տեր եւ տյար կամ տեր եւ տիկին արտահայտությունը։ Բայց մենք չենք ասում, այդպես չենք դիմում իրար, միայն եկեղեցական դիմելաձևի մեջ է։ Տեր կանգնել նշանակում է նաև, որ եթե մենք ուզում էինք, որ արժե համակարգ փոխվեր, խաղի կանոններ փոխվեր, մենք ինքներս էլ մեր մեջ մերժենք նախկին մարդուն, ու եթե ես արհեստավոր եմ կամ ընթացագործ եմ, մեկի մեքենան պիտի վերանորոգեմ, աչք շինելու տեղը չտամունքնել հանեմ։ Բժիշկը արագ 15000 դրամով խորհրդատվություն նույն դեղը բոլորին չգրի ճանապարհի, առանց իմանալու մարդկանց օրգանիզմի առանձնահատկությունը։ Բայց սա իհարկե պիտի վերևից գար։ Մենք տեսանք, որ որևէ մեկը ասֆալտին չի փռվում, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, ուրեմն ժամանակներ եւ շատ հաճախ դա էլ ասվում էր իշխանության կողմից, ասում էր, երբ որ այդքան մարդ հավաքվի ու պահանջի իմ հեռացումը, ես կհեռանամ։ Տեսեք, բայց իշխանության կողմից նաեւ ասվում է, որ տեր կանգնեն ինչ որ բաների։ Նման չէ ձեր ասածը եւ Փաշինյանի թեզը, որը առաջ է քաշում հիմա։ Ինչին է ասում տեր կանգնեն։ Դե կոնկրետ իր դեպքում խաղաղությանը։ Խաղաղությունը տեր նախ ինքը անգամ խաղաղությանը տեր չի կարող կանգնել։ Ես բազում անգամներ նշել եմ Հայաստանի ներկայիս խաղաղության համար պետք է շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին։ Ալիևն է սպայն մեր խաղաղության երաշխավորը, ով իր հերթին ենթարկում է ավելի ուժեղ գերտերությունների, որովհետև պարոն Փաշինյանը, որը չի գնում ռազմական հզորացման ճանապարհով, մեր սահմանը չի ամրապնդում, մեր սահմանների մեջ կանգնած են թշնամու կամ հակառակորդի ուժերը, ինչ խաղաղության մասին է։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը նվեր չեն ստանում, խաղաղությունը ստանում են արժանապատիվ ձևով եւ խաղաղությունը ուժերի վերահաստատման արդյունքում է ի հայտ գալիս, երբ որ դու ցույց ես տալիս, որ դու արժանի ես խաղաղություն ունենալու։ Հանձնվելը, պարտվելը, ամեն պայման ընդունելը, խորվիրապը այնպես նկարել, որ զուգարաններ եւ նկարի մեջ խորվիրապի 200 դրամանոց զուգարանը, իսկ մեր սուրբ լեռը չերևա, դա խաղաղություն չի, դա խայտարակություն է։ Երկու տառ իրենց կարգախոսի մեջ պետքա փոխել ու ամեն ինչ տեղը կգնի։ Այդ սրտիկն էլ թարս ենք պտտաստում, ամբողջ պատկերը բարձրում։ Գիտեք չէ, որ թարս պտտաստենք մարմնի որ հատվածը կստանանք։ Դա կգրում ենք խայտարակություն, գույները ֆոնը բամենք ու սրտիկ ուղակի պտտաստում ենք թարս։ Իրական պատկերը հստակ արդեն բոլորին բարձ կլինի։ Ինքը տեր չի կարող կանգնել, ինքը տեր չկանգնեց իր խոստումներին։ Իմ ասած տեր կանգնել ուրիշ բան է։ Ինքը տեր չկանգնեց մեր հողերին։ Ինքը տեր չկանգնեց Արցախի բնակչության, մեր հայրենակիցների իրավունքներին։ Ինքը տեր չի կանգնում այն իրադարձություններին, որ հների հարություն առնելուն են նպաստում։ Ինքը տեր չի կանգնում մեր խորհրդանիշներին, մեր կրթական համակարգին եւ ի վերջո հազար ներողություն չեմ ուզում անձնական դաշտ մտնել, բայց ինքը տեր չի կանգնում նաեւ իր ընտանիքի մեջ կատարվող որոշ գործընթացների։ Ինչ տեր կանգնելու մասին է խոսքը։ Անդրադառնանք նաև խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանական հերթական ընտրությունները, ինչպես արդեն հայտնի է, հունիսի 7-ին կկայանան եւ շնորհապետական կուսակցությունը եւս մասնակցելու է այդ ընտրություններին։ Խնդրում եմ տրամադրվածության մասին մի փոքր խոսեք, թե
ինչ սպասելիքներ ունեք այս ընտրությունից եւ մոտավորապես քանի տոկոս ձայնի սպասելիք ունեք։ Շատ մարտական եւ հաղթական տրամադրվածություն ունենք։ Դա շատ հիմնավորված է, ես բարձ վարժություն եմ ասում եմ վերցրեք ես պայն հայտնի 19 քաղաքական ուժերի ցուցակը եւ գրիչով կամ մատիտով ջնջեք բոլոր այն ուժերին, ովքեր նախկին են կամ ներկա կամ կապված են նախկին ու ներկա ուժերի հետ։ Տակը որ քաղաքական ուժը կմնա, գնացեք իրեն էլ ընտրեք։ Եթե անկեղծ արվի այս աշխատանքը, այդ ամբողջ ներկայացված քաղաքական ուժերից մնում է միայն շնորհապետական կուսակցությունը Հայաստանի, որը կապված չէ նախկին կամ ներկա որևէ քաղաքական ուժի հետ, այլ դեպքում հիմա փաստերը բացրել էին փողոցի պաստառներին եւ սոցցանցերում ողողել էին, որ կապված են։ Տոկոսով կդժվարանամ ասել, որտեղ շատ կարևոր է մեր հայրենակիցների մասնակցությունը, այսինքն դժվարանալ այսպես առաջին կամ երկրորդ տեղ, որովհետև ի տարբերություն քաղաքական ուժերի, որոնք փող կամ իշխանական լծակներ են պատրաստվում օգտագործել, մենք ապավինում ենք մեր ժողովրդի իմաստության ու խորագիտությանը, մենք ասում ենք ոչ թե գալիս ենք ձեզ փրկենք նախկիններից, փրկենք ներկաներից, փրկենք ինչ-որ մեկից, մենք ասում ենք մենք գալիս ենք ձեզ սովորեցնենք չխաբվել, դուք լինեք տեր, իսկապես սովորեք ինչպես են տեր կանգնում եւ ինչպես են պահանջում իշխանությունից, որ մի օր մենք չլինենք, այս երկիրը արդեն ունենա պետական կառավարման համակարգ։ Այսինքն դա բավական է, որ ձեզ ընտրեն։ Ինչպես։ Դա բավական է, որ ձեզ ընտրեն։ Միայն դա չէ, հստակ ծրագրեր, հավաքված մասնագետներ, համակրանքի եւ համակիրների կապիտալի մեծ քաղաքական կապիտալ Հայաստանի Սփյուռքում, մայիս ամսին մեր տեսանելիությունը շեշտակի բարձրանալու է, մեծապես այո, բավական է, եթե մարդիկ իսկապես անկեղծ են իրենց խոսույթում, որ հոգնել են նախկիներից, հոգնել չեն, տուժել են լրջորեն եւ ներկաներից եւ պետքա նոր քաղաքական ուժ, որին էլ պետքա չափել իրենց անցած ուղով, որ չեն թաթախված եղել հանցագործ, օլիգարխի, կոռուպցիոն, թալանի, մենք երկիր չենք հանձնել, մենք դատական համակարգին հրամաններ չենք իջեցրել եւ մասնագետներին 35 տարի մենք ասում ենք ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, չէ՞։ Մեր ղեկավարները եղել են էլ բանասեր, էլ մատենադարանի լաբորանտ, էլ լրագրող, էլ զավոդի պետ, գիտեք Գուրգեն Սիմոնյանը քաղաքագետ է։ Եվ քաղաքագետը պետք է զբաղվի քաղաքականությամբ։ Մարդ ով ունի ստրատեգիական մտածելակերպ։ Ես իր գովքը չեմ անում, եթե կա կուսակցությունների մեջ առաջնորդ քաղաքական վարչապետի տեխնացու, ով քաղաքագետ է, ով անվտանգային պաշտպանական հարցում հսկայական վերլուծություններ աշխատանքներ ունի արած, թող իրենք էլ բարձրաձայն են։ Դա բավարար չէ, դրա համար մենք այցելում ենք Սյունիք։ Մենք գնում հանդիպում ենք Հայաստանի բոլոր հատվածների բնակչության հետ, խոսում ենք մարդկանց հետ, բայց իհարկե փող, խոստում, պաշտոն ոչ խոստանում ենք, ոչ բաժանում ենք, որովհետև միևնույն է հայ մարդը 2018-ի մեջ ժողովրդի իմաստությունը արտահայտվել է։ Թող ոչ մեկ չծաղրի, որ ժողովուրդը մեկ բռունցք է դարձել ու ոտքի է կանգնել։ Այլ է հարցը, որ ժողովուրդը սխալվեց, ճիշտ այնպես, ինչպես Արցախի մասով, որ ուրեմն ազատագրել էինք, արդեն կարող էինք ոչինչ չանել հանգստանալ։ Գեներալները հեկտարներով ցորենի դաշտեր ունեին, դատարկամայի տարածքներ եւ զինվորներին տանում աշխատացնում էին, բա ինչ պետք է լիներ։ Հիմա այսօր էլ նույնն է։ Այս 3 հաղթանակները, որ ես թվարկեցի, սպասում են 4-րդ հաղթանակին, գիտակից քաղաքացի, գիտակից հայ մարդ, ով սովորել է արդեն, որ ինքը տեր է, ոչ թե ձայն, եւ գիտի ինչպես է տեր կանգնելու, մեր անելիքը շնորհապետության կառուցման կարևոր տարը, նաեւ դա է սովորեցնել մարդկանց, ով կլինի, ինչպես պահանջել, ինչպես ստանալ են, ինչ ինքը պարտավոր է անել։ Ձեր խոսքում նշեցիք, որ առաջին կամ երկրորդ տեղը կզբաղեցնեք, ենթադրենք, եթե չհավաքեք այդքան ձայներ ու ավելի ցածր հորիզոնականներում լինեք, ինչ որ այլ ուժի հետ պատրաստվում եք կոալիցիա կազմել կամ ձեր ձայները տալ այլ ուժի։ Տեսեք, դա եւս մեր շատ կարևոր քաղաքական հաղթաթուղթն է, որ մենք հայտարարել ենք, որ երբևէ կոալիցիա չենք կազմելու նախկին կամ ներկա քաղաքական ուժերի եւ նրանց արբանյակ ուժերի հետ։
Այս պահին շատ պղտոր ջրերը կպղտորվեն, կպարզվեն, դժվար է ասել, օրինակ այս քաղաքական ուժը նախկին կամ ներկա իշխանության արբանյակ հանդիսանում է, թե ոչ։ Մենք դաշինքով չենք գնում ընտրությունների։ Մենք մեր քիչ ձայները չենք նվիրելու որևէ մեկին, որևէ մեկի դեմ։ Հասկանալի է, չէ՞, ինչա թե այս մեկը լինի կամ չլինի, մենք մեր ձայների տերն ենք լինում։ Եթե ձեր նշածի պես, որը բացառվում է, քիչ ձայներ լինեն, մենք կմնանք մաքուր արտախորհրդարանական ընդդիմություն քաղաքական ուժ եւ հավատացնում եմ ձեզ ժողովուրդը կգնահատի այդ բյուրեղյա մաքրությունը, որ չծախեց, մենք մեզ վստահված ձայները չտարանք դրեցինք ինչ-որ մեկի ոտքերի մոտ, դրա դիմաց ինչ-որ բան ակնկալով։ Մենք պահելու ենք, իսկ կմտնենք խորհրդարան ավելի նվազ ձայների քանակությամբ տերերի պահանջողների, ովքեր որ վստահած կլինեն, որտեղ իրենց ենք մենք հաշվետու, այդ ժամանակ մենք մեր անելիքը կանենք։ Իսկ չեք կարծում, որ այդպես հնարավոր է ձայներ փոշիացնեք։ Ոչ, չենք կարծում։ Նախ մենք համոզված ենք, որ մեր ձայները այնքան չեն լինելու, որ փոշիացնողների ձայներին հավասար լինեն, եւ հետո նման փոշիացումը իրականում ձայները տալ այս կամ այն ուժին։ Մենք արտահայտում ենք դիրքորոշում, այդ դիրքորոշմանը հավատարիմ ենք։ Այսինքն այդտեղ մենք ամենակարևորը դնում ենք ժողովրդի վստահություն, որ այս մարդիկ իսկապես չէին պատկանում նախկիներին կամ ներկաներին։ Եթե առաջնորդվենք այդ խոսույթը հատուկ են մտցնում, էլի, մի փոշիացրեք եւ ձեր ձայները տվեք սրան կամ նրան, նշանակում է դու հարկադրված ես չմնալ մաքուր քաղաքական ուժ, գործել սրա կամ նրա դեմ, որ իբր թե ձայներ չփոշիացնես։ Թող իրենք ինքան հավաքեն, եթե մենք չենք կարողանալու, որ որևէ մեկը չկարողանա ձայն փոշիացնել։ Այսօր մենք ականատես ենք լինում նրան, որ տարբեր քաղաքական ուժեր ենթարկվում են ռեպրեսիաների, դուք չեք կարծում, որ ձեր կուսակցության նկատմամբ էլ հնարավոր է ինչ-որ ռեպրեսիաներ կիրառեն օրվա իշխանությունները։ Ես կարծում եմ, օրվա իշխանությունները այդ հարցում ավելի սթափ են եւ գիտեն, այսինքն գիտեք ում հանդեպ են կիրառում, ում հանդեպ բան ունեն կիրառելու։ Գնալ եւ իսկապես մաքուր քաղաքական ուժի հանդեպ ռեպրեսիա կիրառել, դա նշանակում է ոտքով գլխով մտնել առյուծի բերանը, որովհետեւ դու պիտի կոպիտ ասած կեղտ ունենաս ինչ որ մեկի վրա, իր փոչից բռնած լինես, որ այդ ռեպրեսիաները կիրառես։ Մեր հանդեպ դա անել նշանակում է մեր գլխին փորձել ինչ որ բան սարքել, որը որ պիտի չանեն։ Իսկ եթե այնուամենայնիվ անեն, խառը ժամանակներ են, չէ՞, անվանում այս ժամանակներին, ապա հավատացեք, մենք այդ մասով եւս ունենք մեր տակտիկան, ստրատեգիան, բայց պատրաստ եք այսինքն։ Գետը մտնողը թրջվելուց չի վախենում սկզբունքով իհարկե։ Շատ կարևոր ու պատասխանատու գործի մեջ ենք։ Եթե կորոշեն անտեղի այդպիսի բաներ անել, թող փորձեն։ Անպայման կպատասխանենք։ Օրերս Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետը, վերջինս նաև ցանկություն էր հայտնել գնալ նոյեմբերյան շրջանի Ջուջևան գյուղ, անվանելով, որ դա իր հայրենի գյուղն է։ Սա ինչ է նշանակում, ինչու են արդեն ադրբեջանցիները այդպես վստահ, որ Հայաստանի տարբեր շրջաններ իրենց բնակավայրերն են եւ ցանկություն են հայտնում գնալ։ Երբ որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի տեր չէ եւ հատկապես խաղաղության տեր չէ եւ իր ուղղակի նախընտրական կարգախոսն է խաղաղությունը, իդեպ այդպիսի խորհրդանիշներով խաղաղություն չեն կերտում, խաղաղության խորհրդանիշները միշտ գոնե զենք կամ ուժային ինչ-որ բաներ են լինում։ Սա փաստում է ասվածը, որովհետեւ ինքը խոսում է խաղաղության մասին, իսկ հարևանում հետ պատրաստում է խաղաղություն անել, խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին։ Առաջ է քաշում այդ թեզը, հրատարակում են գրքեր, գիտաժողովներ եւ այդ թեզը դուք հլպատկերացրեք իրենց մամուլի անդրադարձ այդ այցելությանը, թուրքական մամուլի եւ համաշխարհային մամուլի այցելությանը։ Համաշխարհային մամուլը նայում է Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ «Եղբայր, հետո ասում ես օգնեք, հետո ասում ես մի թույլ տվեք արևմտյան Ադրբեջան թեզ, ուզում ես խաղաղություն կնքել»։ Այդպես գիտեք Բաքու ԿՏՄ կայք կար ժամանակին, հրաշալի աշխատանք էին արել ինչ-որ խումբ մարդկանց, հիմա չգիտեմ կա թե չկա, Բաքվում կառուցված հայկական շինությունները հարյուրավոր եւ ընդհանրապես եթե ուզենանք այցելել Բաքու,
ամեն մի պատը մի քիչ լավ քերեն հայկական գրությունն էլ կգտնեն, սարքողն էլ հիմքերում դրված անունն էլ ու ինչ անենք։ Դե թող հիմա պատասխան մեկին ուղարկի Բաքու, որը լինի այդ մեկի ծննդավայրը։ Տեսնենք կարող է Նիկոլ Փաշինյանը ուղարկել ու նմանատիպ ռեպորտաժ այնտեղից ստանանք։ Սա միակողմանի խաղաղություն է։ Հասկանում եք, սա պարտադրված խաղաղություն է։ Եվ դա պարտադրված խաղաղության հայեցի անվանումը խայտառակությունն է։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստ է նաեւ տեղի ունեցել, այս ամենից ինչ զարգացումների կարելի է սպասել։ Սահմանազատման նիստ։ Այո։ Ես կարծում եմ այս պահին ամեն դեպքում այն ինչ որ տեղի կունենա առաջիկա 40 օրերի ընթացքում ոչ մի լուրջ բան պետք չի սպասել, որտեղ իշխանությունների մոլուցքը արդեն ակնհայտ է դառնում ամեն ինչ անել նախընտրական միավորներ հավաքելու համար։ Հիմա իրենք փորձելու են Եվրոպայից Հայաստան ժամանող առաջնորդների գալը ներկայացնել որպես մի փառահեղ քաղաքական ձեռքբերում, հենց կգնան թող լրատվամիջոցները մի հարց տան ընդհանրապես դա մեզ ինչ տվեց։ Ինչ է տալու ձեր կարծիքով։ Ոչինչ։ Մի քիչ վարկանիշ կբարձրացնի, երբ որ տեսնենք քանի միլիարդ եվրոյի ներդրում կատարեցին, կամ մեր ռազմական անվտանգային դաշտում փոփոխություն եղավ, կամ Քեմբրիջի ու Հարվարդի մասնաճյուղերը այստեղ բացվեցին, կամ եվրոպական առաջատար գույերի, այդ ժամանակ ասենք ոչինչ չի տալու, բացի 4 օրյա հանգիստը բազմաթիվ ոլորտների աշխատող մարդկանց, որոնք ուզում էին հանգստանալ։ Նախընտրական քայլ կարելի է համարել։ Այո, ես անգամ լսել եմ, որ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ ինչ որ բան կարող է տեղի ունենալ մինչև ընտրությունները, որը ներկայացնեն այդպես ժապավեն կտրեն ինչ որ ուժեր եւ այլն ներկայացնեն որպես հեսա մենք թեվակողմենք տնտեսական բանի վերելքի դարաշրջան ընտրությունների համար ոչինչ պետք չի սպասել սահմանազատումից, քանի դեռ մեր սահմաններում մեր դիրքերից որոշներում կանգնած են հակառակորդի ուժերը։ Երբ որ կգնան դա կարձանագրվի, դիտորդներ կան, այս կա, այն կա, այդ ժամանակ եւ ամենակարևորը, ասում է, չէ, ինչպես դեր կանգնել, ամեն ինչ պիտի բաց եւ թափանցիկ լինի։ Առ այսօր 44 օրյա պատերազմի հետ ուսումնասիրության թղթերը պահել են, արխիվացրել են, չեն հրապարակում, առ այսօր մենք չենք տեսնում տենդերներ, քաղաքապետարան, գնումներ, մյուս կառույցներ եւ այլն, ինչ են ծախսում, չենք տեսնում պաշտոնյաները, ինչով գնեցին իրենց առանձնատները եւ այլն, ամեն ոլորտում պետք է լինի թափանցիկություն։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ առաջարկում եմ հետևել նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Telegram-ում, Facebook-ում, TikTok-ում մեր պաշտոնական կայքեջը կարող եք որոնել Google հարթակում փնտրելով 3w.pastinfo.am։